Ես անգամ կապույտ աղվեսը կարդա, ուրեմն Լիլիանը կապույտ աղվես էր, ով էր իրան ստեղծել Լիլիթ Ալթունյանը։ Ալթունյանն է գրել կապույտ աղվեսը, վերնագիրը տեսեք ինչ սիրուն այսպես հա գեղեցիկ գիրք է, ձեզանից մարդիկ կլինեն, որ իրենց մայրիկները, հայրիկները, պապիկները կարդացած կլինեն, մի հատ էլ խմբով կընթերցել։ Գիրքը Զանգակ հրատարակչության ուրեմն ստեղծած գրքերից է, շատ այդպես գունագեղ, գեղեցիկ եւ նաեւ տարեթիվը փորձենք գտնել 2021 թվականին է գիրքը գրվել։ Հեռավոր ու անսովոր մի անտառում ապրում էր աղվես իր մայրիկի հետ։ Եղարները ձեզ զուգահեռ ցույց տամ։ Մի օր, երբ մայրիկը նրան լողացնում էր, աղվեսը հարցրեց. «Մայրիկ, ինչպես անել, որ պահմտոցի խաղալիս ինձ անմիջապես չգտնեն։ Պահմտոցին ո՞րն է»։ Մայրիկն առանց վարանելու ինչ էր նշանակում։ Առանց մի երկար բարակ մտածելու, հա, ասաց, պիտի ավելի թաքնվես փոքրիկը, բայց ինչպես են ավելի լավ թաքնվում, մայրիկ, մտահոգվեց աղվեսը։ Իսկապես, մտածեց մայրիկը, նա մի պահ լրիվ մոռացել էր, որ աղվեսիկը կապույտ էր, որ ինքը երբեք կապույտ չի եղել, ու չգիտի, թե ինչպես են թաքնվում կապույտ աղվեսները։ Հա, տեսեք մայրիկը այստեղ, մայրիկը ինչ գույն է։ Իսկ աղվեսը կապույտ։ Եվ այստեղ մայրիկը մտածում էր, որ ինքը երբեք կապույտ չի եղել, որ իմանա ոնց թաքնվեն կապույտ գույնի աղվեսները, որպեսզի չերևան։ Այսինքն մենք բոլորը շատ տարբեր ենք, նույնիսկ մեր մայրիկներից, հայրիկներից շատ տարբեր ենք, եւ մեքս մեր պիտի կարողանանք հասկանալ ինչ անենք, եւ աղվեսիկը մեծանում, բայց նրան դեռ տանջում էր այն միտքը, որ ինքը կապույտ է, իսկ անտառում կապույտ մի կտոր իսկ չկար, դե լճից բացի։ Այստեղ նկարը ձեզ ցույց տամ էլի, անտառի սիրուն պատկերներ։ Լճի մեջ թաքնվել։ Կարար թաքնվել, ամենական փուչվեր դջում, բայց էլի տարբերակ է էլի։ Նա մտածում էր, որ ինչ-որ միտեղ պիտի լինի մի ուրիշ անտառ, որ իրպես կապույտ է։ Մի գիշեր աղվեսը երազ է տեսնում, հիասքանչ ու ասեսիրական կապույտ անտառ է տեսնում։ Տեսեք նկարը ամբողջությամբ կապույտ։ Տեսա՞ք անտառը, որ այս իր երազի նկարներից է կապույտ անտառ է տեսնում աղվեսը։ Տեսել աղվեսը տեսեք։ Ես աղվեսը գիտեմ դիսին։ Նա որոշում է, որ պիտի փոխի իր մանկության անտառը, պիտի գնա ու գտնի իր երազների կապույտ անտառը։ Երբ որ քնից արթնանում է, ինչ է մտածում է, որ իր երազած անտառը պիտի գնա գտնի։ Այսպես բազմաթիվ օրեր քայլում էր աղվեսիկը։ Այս իր անցած ճանապարհներն են տարբեր։ Աղվեսը թռիչքով, տեսեք, նապաստակի է հանդիպում, գունավոր ծառերի, ծաղիկների։ Վերջապես տեսնում եմ մի նոր անտառ, մի տխուր խոնավ անտառ էր սա, ամենուր ջուր էր կատկթում, աղվեսը տխրում է, որ դա իր հնդրած անտառը չէր ու շարունակում էր ճանապարհը։ Արդեն կորցրել էր իր քայլերի հաշիվը և վերջապես հանդիպում էր մի ուրիշ անտառ։ Այստեղ ամեն ինչ սպիտակ է։ Այն անտառը, որ շատ թափուկ էր ու գեղեցիկ, բայց ցուրտ էր աղվեսիկի համար։ Չէ, սա էլ իր անտառը չէր։ Ինչի էր սպիտակ, ցուրտ, ձյունապատ անտառ էր, այսինքն աղվեսը այնքան էր քայլել, տեսեք նկարներով մենք կարող ենք հասկանալ։ Աշնան անտառ էր տեսել, այն տխուր անտառը աշնան անտառ էր, գարնան անտառ էր տեսել եւ վերջապես ամռան անտառ էր տեսել, հասել էր ձմռան անտառին։ Մի օր է մի հիասքանչ տեղ է հասնում, ծաղիկների անտառ էր, գունավոր ու հոտավեր։ Անտառի գեղեցկությունն արբեցնում էր աղվեսը, քիչ էր մնում, որ մնա այս անտառում, բայց թափվում է ու հասկանում, որ դեռ պիտի շարունակի իր ճանապարհը, իր կապույտ անտառն է սպասում իրեն։ Տեսել արդեն տեսեք ձմեռվանից հետո ինչ էր։ Հոգնեցուցիչ էր դառնում, նա հույսը սկսել էր կամաց մարել, նրա հույսը սկսում էր կամաց մարել։
Նա սկսում էր կասկածել, արդյոք երբևէ կհասնի իր երազների անտառին։ Արդեն ինչ էր, ամառ էր, չէ՞ եկել, տեսեք, ամառվա անտառում էր հայտնվել աղվեսիկը մեր։